Մինչ դեսեմ սինագոգը շատ հավանաբար մասնակիցներ գսեն, որ սկիզբ առած է կամ դարածված է, երբ որ հрьяաները քերի կացած էին Բաբելոնի մեջ։ Okay։ Որովհետև դաջարին հերույ են եւ միան քոյություն կրնա ունենալ մեկ դաջար եւ այդ ալ Երուսաղեմի դաջարն է, հрьяաները Բաբելոնի մեջ քերի են, ինչպես պիտի գարենային իրենց կրոնական ժողով կրոնական կյանքը ապրիլ, իրենց համար գետրոններ կառուցեցին, որ սինագոգներ եղան։ Այդ սինագոգները դաջարին դեղը չարին, որովհետև ձիսագադարություններ կգադարվին միան դաջարի մեջ Երուսաղեմ։ Սինագոգը եղավ առավելաբար այն վայր, ուր քահանա քոյություն չունի անշուշտ, քահանաները միան դաջարին կսպասարկեն։ Սինագոգի մեջ լեյ մարդիկ են, աշխարհական մարդիկ են, որ գծարային, որոնց մեջ կան, որոնք ամենեն կարևորները, ով Արիսեցիները Փարիսեցիները կրոնական մարդիկ չէին, սխալ չհասկնաք։ Փարիսեցիները քահանաներ չէին։ Փարիսեցիները աշխարհիկ մարդիկ էին։ Բայց որոշ խիստ կրոնական գենսաղագերբով եւ ուսուցումներով։ Ոստի աշխարհիկ մարդիկ եւ բոլոր երիտասարդներ 30 տարեկան եւ վեր իրավունք ունեին երթալու սինագոգ եւ ոչ միայն ներգալալու, այլև մասնակից դառնալու աղոթական կյանքին սինագոգի մեջ։ Սինագոգի մեջ առավելաբար կգադարվեին ընթերցումներ, աղոթք, վերլուծումներ կրոնական կյանքին առնչությամբ, հոնե որ առօրյա կրոնական հարցեր կլուծվեին, ոչ դաջարի մեջ։ Դաջարի մեջ ավելի ծիսագադարական արարողությունները կգադարվեին։ Ուստի Հիսուսալ որպես երիտասարդ հրյա իրավասություն ուներ երթալու, իր մեկը շնորհք չներ որ իրավասություն ուներ երթալու ոչ միայն ներգալալու, այլև մասնակցելու։ Եվ գարնե քիրքը իր գարկներ գերեւի այդ օրը գարներ եւ կսկսեր գարտալ իր ուզած, որեւ գարտացողը իր ուզած արաքիփանը կփանար, թրվակը կփանար եւ ադոր հիման վրա խորթազություն կդարեր։ Հիսուս կփանա Եսայի մարգարեի այս բաժինը։ Դիրոջ հոգին վրաս է, որովհետև զիս օձեց եւ ղրգեց աղքատներուն փրկության ավետիս տալու, այս ակնարկությունները լսելով ժողովարանի մեջ գտնվողները փարգությամբ լեցվեցան, ելան Հիսուսը քաղաքեն դուրս հանեցին եւ քահավեժ ըներու նպատակով զայն դարին մինչեւ գադարը այն լերան, որում վրա շինված էր իրենց քաղաքը։ Բայց Հիսուս անոնց մեջ անցավ եւ գնաց։ Ինչու ժողովուրդը զայրացած էր իր մե։ Մեկը գրնասել սիրելիներ, այս պայման չէ որ ինքը դակարան էր, այս ինք իրեն բրգիչ ներկայացուցիչ Քալիք Մեսիան ոչ բացությունները նայեցեք։ Այս երկու բացությունները որ ավետարանի չգհիշե որ պետք չունի մայր պատմության երթալու 5 դակարանի թակավորած գիրքերում մեջ նայեցեք ինչ կսե անոր մեջ են հանեցեք Իսրայելի մեջ բազմաթիվ այրիներ կային Եղիայի օրերուն երբ 3.5 տարի երկինքը չանցրեց եւ ամբողջ երկրի մեջ շաստիկ սով դիրեց ամբողջ Իսրայելը սով դիրեց կսեգոր եւ այրիներ կային Իսրայելի մեջ ահակին բայց Եղիա անոսպե ովևէ մեկուն չղրգվեցավ այլ ղրգվեցավ Սիթոնի մոդիկ Սարեփ տակյուղը փնագող այրի գնոճը որ կնշանակե Աստված որու կնաց եւ օրնեց եւ շնորհեց իր բարիկները աղքատներուն որբև այրիներին ոչ հրյայի Exactly Երբ որ Իսրայելի մեջ մարդիկ կդարաբին գոր գսե բացություն այդպես է Եղիան գերթա ասոկ գոմե անշուշտ ոչ թե իր կուլխեն փչած գերթա Սիթոնի մոդիկ օդարասկի ոչ հրյա հեթանոս գինը օրնելու երկրորդ պատմությունը Եղիսե մարգարեի օրերուն ալգսե Իսրայելի մեջ բազմաթիվ փորոտներ կային բայց անոնցմե ոչ մեկը բժշկվեցավ այլ միան Նեման անունով ասորինով է հրյա է Հեթանոս Հեթանոս
Ինչ է, գարտանք իմանայինք։ Դեր Եհովայի հոգին վրա սե, վասնզի դերը զիս օձեց ու զիս խրգեց աղքատներուն ավետիս տալու, գոդրած սիրտ ունեցողները բժշկելու, քերիներուն ազատություն եւ փանդարյալներուն փանդի փասվիլ հրադարագելու, դերոջը ընդունելի դարին ու մեր ասուզույն վրեժ խնդրության օրը հրադարագելու։ Միսի մեջ ուր կխոսի, ուր կգենա, հոսքեցիր։ Հոնդեղ ուր կգենա գոր մարգարեությունը, ավետարանի չինքով, բարիչի, եւ հայտարարելու թե ահա հասած է ժամանակը, երբ դերը պիտի փրկե իր ժողովուրդը։ Գգենա հոն ուր Եսայի մարգարեի մեջ ինչ կա։ Նայեցեք, ուր է Եսայի մարգարեությունները։ Վերել է քիչմը։ Հրադարագելու դերոջ ընդունելի դարին հոն գգենա։ Օբելյանը։ Հոն գգենա։ Շարունակությունը ինչ է։ Ու մեր Աստծո վրեժ խնդրության օրը հրադարագելու, բոլոր սքավորները մխիթարելու, Սիոնի սքավորները որոշելու ու անոնց մոխիրի դեղ փառք, սուքի դեղ ուրախության յուղ, գոդրած հոգիի դեղ քովության բատմոջան դալու եւ զանոնք պիտի անվանեն արդարության փևեկնիներ, որոնք դերը եւ այլն շարունակե կտեսնես, որ օդարականները պիտի կան ու ծեր հոդերը հովեն օդարներու որդիները ծեր երկրակորձերը եւ այքեկորձերը պիտի ըլլան, բայց դուք դերոջ քահանաներ նայեցեք, ամբողջ մարգարեությունը ինչ է, որ ի վերջո Սիոնի զավակները Աստված պիտի կա փրկելու զանոնք, դալու անոնց խաղաղություն, ուժ, փառք, բադիվ, փարորություն, եւ օդարները իրենց կողմից աշխատին, օդարները լուսանցքի տակ պիտի մնան, եւ ամենքը իրենք պիտի փառավորվին եւ փառապանվին։ Հիսուս ուր կգեցնի առաքելությունը, բանը, մարգարեության խոսքը, երևակայեցեք, Հիսուս արած է կգարտագոր Եսայի մարգարեությունը, ամեն մարդ այս մարգարեությունը կոծքիլ է, նստողներեն, կգարտա, հազիվ պիտի կա ազգայնաշունչ այդ թրվակները, այդ դողերը ասելու, մարդը կգենա, կկոծե։ Եվ գխոսի երկու պատմություններ, 5 դագարանեն թրվակներ, ուր գսե որ Աստուծո շնորհքը եւ օժանդակությունը կնաց ոչ հրյային եւ հրյային ցկեց։ Հոս այլևս նստող հրյաները գադրեցան